ընտանեկան ջերմության մասին։ Ես ձեզ ասել եմ, որ հիմա աշխարհում ինչ է շատ քարոզվում, հարաբերություններ առանց պատասխանատվության։ Նոր այսպեսի շարժում է սկսել, տղան աղջիկը իրար հավանում են, պետք չի ամուսնանալ, կարող են իրար քնել, մի տան մեջ ապրել, իրար հետ միասին աշխատանքի գնալ գալ, եթե սիրեն հանկարծ այդ ընթացքում իրար կարող են ամուսնանալ, եթե ոչ, առանց պատասխանատվության իրարից բաժանվում են, կարևոր չի արդեն։ Նրա արժանապատվությունը կորավ, նրա պատիվը ոտնահարվեց, էական չէ, եւ սրա համար նաեւ հազարավոր գրքեր են գրվում ու տարածվում են, նույնիսկ Հայաստանում։ Այդ գրքերից մի քանիսի մոտ կա Հայաստանում տպված, թե ինչպես պետք է այդ ամենը տարածել երիտասարդության մեջ, որպեսզի մարդիկ սովորեն այս անպատասխան, այս անմաքրության, այսինքն ընտանեկան ջերմությունը քանդվում է այստեղ։ Երկրորդը շատ երկրներում ներդրված է, այսօր Հայաստանում էլ արդեն կա ամուսնություն պայմանագրով, այսինքն պայմանագիր են ստորագրում իրար հետ, թե բաժանվելուց ով ինչ պիտի իր հետ վերցնի կամ ինչ պիտի տանի, այսինքն դեռ չամուսնացած, ընտանիք չդարձած, իրենք արդեն հաշվարկով ամուսնանում են, որ ով ինչ պիտի տանի։ Սա էլ այդ սրբությունը ոտնահարել է։ Երկրորդը, երբ որ ասում են, մեկ ասում է իմ մարմինը իմն է, ես ինչ կուզեմ այդ մարմնի հետ կանեմ։ Այսօր սա է նաև սովորեցնում, որ քո ծնող իրավունք չունի քեզ ասել դու ինչպես անես, դու ազատ մարդ ես։ Դրա համար շատ հաճախ մեր տներում մեր երեխաները մեզ կարող են ասել, սպասում եմ 18-ից լռանա, պրծնեմ ձեզանից։ Այսինքն իրենց դա են, որ 18-ից լռանա, դուրս պիտի գամ քո իշխանության տակից, հետո ես ինչ կուզեմ կանեմ իմ կյանքից։ Սա իմ կյանքն է, ես պիտի տնորեմ։ Այս անտարբերությունը այս սրբությունների հանդեպ նաև բերում է հասարակության բարոյազրկման ու բարոյալքման, ինչ որ մենք ամեն օր տեսնում ենք եւ ամեն օր նաև բողոքում ենք։